Մարկոս Ավրելիոսն ասում էր, որ լավագույն վրեժխնդրությունը դա մեր թշնամուն չնմանվելն է։ Բանը նրանում է, որ հաճախ զայրույթի դրսևորումները եւ բացասական արարքները, որոնք որ մենք անում ենք դրա արդյունքում, հետևանք են նրա, որ մեր նկատմամբ ինչ որ մեկը կամ մարդիկ, այսպես ասած, վատ արարքներ են իրականացրել եւ մեր նկատմամբ վատ են վարվել կամ մեզ հետ վատ են վարվել։ Եվ երբ որ մենք փորձում ենք մեր կարծիքով արդարացի պատասխան տալ նման ազդեցություններին, մենք սովորաբար առաջինը հակված ենք ուղիղ, համաչափ եւ նման պատասխաններ տալու, որը կարա թվա բավականին արդարացված եւ հիմնավորված եւ գուցե մեր շրջապատում շատ խելացի եւ բարի մարդիկ մեզ գտնվել լինելով այդպեսին մեզ խորհուրդ տան, որ հա հենց այդպես էլ արժի վարվել կամ որ իհարկե չէ որ դու ունես հիմքեր դա անելու համար։ Եթե մենք մի կողմ փորձենք դնել բարոյական կողմը այս մոտեցման եւ փորձենք նայել թե ինչ է կատարվում ուղեղում այդ ժամանակ, ուղեղում որպես կոգնիտիվ համակարգում։ Երբ որ մենք փորձում ենք նման կերպ պատասխանել նրանց, ովքեր որ մեր նկատմամբ վատ են վարվել, ակամայից ժամանակի ընթացքում մեր գլխուղեղում, որպես կոգնիտիվ համակարգում, ես սա անդադ նշում եմ, որպեսզի հիշենք, որ մենք նայում ենք կոգնիտիվ պրոցեսների մակարդակում, ձևավորվում են համապատասխան փաթորներ կամ կառույցներ, որոնք որ ժամանակի ընթացքում դառնում են հենց մեր թշնամու մտածելակերպի եւ պահվածքի ուղիղ հայելային անդրադարձումը եւ հայելային կոպիան։ Սա շատ լավ նկատելի է նույնիսկ ազգերի, էթնոսների կամ պետությունների մակարդակում, երբ որ կա տևական հակամարտություն, ժամանակի ընթացքում թշնամիները նմանվում են իրար։ Այստեղ խոսքը չի գնում չպաշտպանվելու մասին կամ սեփական սահմաններն ու շահերը չպաշտպանելու մասին։ Այստեղ խոսքը գնում է նրա մասին, թե ինչպես դա անել։ Նույն կերպ պատասխանելով թշնամուն, նմանվում ենք մենք իրեն։ Հետևաբար ստացվում է, որ այն ինչը մեզ համար անարդար է եղել կամ այն ինչը մեզ ցավեցրել է եւ դրա հետևում ընկած հատկանիշները մենք ակամայից այդ նույնը ձևավորում ենք մեզ մոտ։ Հավանաբար սա այն չէ, ինչ որ մենք կուզենայինք որ լիներ արդյունքում։ Այդ իսկ պատճառով զայրույթի կառավարման մեջ սա կենտրոնական դերակատարում ունեցող կոնցեպտ է։ Վրեժխնդրության լավագույն տարբերակը թշնամուն չնմանվելն է։ Եվ այստեղ ես չեմ ցանկանա ձեզ տալ որևէ պատրաստի պատասխաններ կամ վարքային մոդելներ, այլ փոխարենը ես կառաջարկեմ մտածել այս գաղափարի շուրջ։ Ինչպես պատասխանել եւ պաշտպանել սեփական շահերը չնմանվելով դիմացինին, այսինքն այլ կերպ